Բարև Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն է, ողջույն, պարոն Խանդանյան։ Նա փոխնախագահ Վենս Ցեղասպանության հուշահամալիր է այցելել եւ գրառում կատարել պատվո հյուրերի հուշամարածյանում կորցրած կյանքի հանդեպ խորին հարգանքի հիշատակումով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը եւ անսասան ոգին, թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի, դուք որ արդյունքների վրա եք կենտրոնանում այս այցից, պարոն Խանդանյան։ Այս այցը բավականին արդյունքների տեսանկյունից մեծ էր ծավալով, ինչպես եւ ակնկալվում էր։ Նախ եւ առաջ այս այցի քաղաքական կարեւորությունն է շատ բարձր, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը երբևէ գործադիր մակարդակում այցելում է Հայաստան եւ սա հենց այնպես չի լինում Միացյալ Նահանգների պարագայում։ Երկրորդը այն ամբողջ բլոկն էր, որի շուրջ խոսակցությունները սկսվել էին դեռ 1 տարի առաջ, երբ որ Հայաստանն եւ Միացյալ Նահանգները սկսել ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիրը, որոնք ամրապնդվեցին օգոստոսի 8-ին ստորագրված թե խաղաղության հռչակագրով եւ թե փոխըմբռնման հուշագրերով, եւ որոնք հիմա արդեն գործնական փուլ են մտնում փոխնախագահ Վենսի այցից հետո։ Դրանք ներառում են թե խաղաղության նկատմամբ Միացյալ Նահանգների վերաբերմունք եւ տարածաշրջանային կայունության գործում նրանց ներգրավվածությունը, թե տեխնոլոգիաները եւ տեղեկատվական տեխնոլոգիաները, փոխկապվածությունը, TRIP նախագիծը եւ պաշտպանական անվտանգային համագործակցությունը, որը կարծես թե ամենանորն էր Հայաստանի հանրության ականջում, որովհետեւ սա 3 բացառիկ նորություններ հայտարարված նորություններ եւ իհարկե էներգետիկ անվտանգության ոլորտը։ Տեսեք, ԱԹՍ-ի ձեռքբերման մասին հայտարարվեց հետախուզական բնույթի 11 միլիոն դոլար, արդյոք սա կարող է ունենալ շարունակություն նոր զինատեսակների ձեռքբերման տեսքով։ Սա առաջի քայլն է վստահաբար եւ իհարկե Հայաստանը եւ Միացյալ Նահանգները շարունակելու են բանակցել անվտանգային ոլորտում, պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակներում եւ դա նաեւ 3 դրա մասին խոսվեց հրապարակայնորեն, որովհետեւ ռազմական արտաքին RF3 շուրջ Հայաստանին հաջողվել է Ամերիկայի հետ այնպիսի բանակցություններ վարել, որ հնարավորություն է ստացել ձեռք բերել հետախուզական ԱԹՍ-ներ, իսկ հետո իհարկե Հայաստանը իր կարիքները գնահատելով եւ ուսումնասիրելով ամերիկյան շուկան կշարունակի բանակցությունները եւ եթե անհրաժեշտություն լինի այլ զինատեսակներ եւս ձեռք կբերի։ Շատ լավ, տեսեք, ատոմակայանի շուրջ Վենսի հայտարարությունը հայտնի է, նա խոսում էր Հայաստանում ատոմակայանի շուրջ ֆինանսական իրադրությունից 5 միլիարդ արտահանում եւ 4 միլիարդ երկարաժամկետ օգնություն բառերը օգտագործելով դուք ինչ տեղեկություն կարող եք ընդհանրապես հաղորդել ամերիկյան ներգրավվածության մասին ատոմակայանի կառուցման հարցում։ Խոսակցությունը, որը ծավալվեց 3 էներգետիկ անվտանգության եւ ատոմային էներգիայի զարգացման շուրջ, վերաբերվում է այն փաստաթղթին, որը 3 վարչապետ Փաշինյանը եւ փոխնախագահ Վենսը ստորագրեցին, այն է, որի պայմանագիրը հետագայում կստորագրվի, այն է հայտնի 123 համաձայնագիրը, որը վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի զարգացման համագործակցությանը այլ պետությունների հետ, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեխնոլոգիաներ եւ նյութեր, վառելիք եւ այլ սարքավորումներ է տրամադրում ու նաեւ այլ տեսակի համագործակցություն է ծավալում գործընկեր պետությունների հետ եւ երեկվա հայտարարության մեջ դա շատ առանցքային մաս էր, որ Միացյալ Նահանգները վստահում է Հայաստանին այս գործում եւ այդ տեխնոլոգիաները պատրաստ է Հայաստանին տրամադրել եւ սա իհարկե հսկայական աջակցություն է Հայաստանի Հանրապետության եւ նաեւ համագործակցության նոր մեծ դաշտ է բացում, հաշվի առնելով, որ արդեն տարիներ շարունակ Հայաստանը ասում է, որ մենք մի շարք ոլորտներում, այդ թվում եւ էներգետիկ անվտանգության ոլորտում պատրաստում ենք դիվերսիֆիկացնել մեր գործընկերներին եւ Միացյալ Նահանգների նման հանձնառությունը, նաեւ նախագահ Վենսը նշեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել մոդուլար ատոմակայանների, փոքր ատոմակայանների կառուցման հարցում եւ սա շատ գնահատելի է։ Իհարկե դեռ
շարունակում են ուսումնասիրությունները եւ շարունակում են քննարկումները տարբեր գործընկերների հետ, բայց այս հանձնառությունը եւ այս պատրաստակամությունը իհարկե կարեւոր է եւ կարող է լինել շատ առանցքային մեր հետագա բանակցությունների համար։ Իսկ այն քննադատությունները, որ Թուրքիայի պահանջով փակվում է ատոմակայանը եւ քանի որ միավորվում է Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի էներգետիկ համակարգը կամ միավորվելու է, թեև միացում բառները պես պաշտոնական հաղորդագրություններում օգտագործվել, բայց միավորման մասն են խոսում, դա նշանակում է, որ արևմուտքի պահանջով փակում ենք ատոմակայանը, դուրս ենք մղում Ռուսաստանին եւ Թուրքիայից էներգետիկ կախվածություն ենք ձեռք բերում, ունեք երաշխիք, որ այդպես չի լինելու։ Հայաստանի ատոմակայանը շարունակելու է շահագործվել եւս 10 տարի։ Եվ Հայաստանի Հանրապետությունը եւ ատոմակայանը, ատոմակայանի կառավարիչները այս հարցում շատ կոնկրետ ուղիղ համագործակցում են միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ, որպեսզի բավարարեն բոլոր անվտանգային չափանիշներին, բայց տրամաբանական է, որ այդ շահագործումը պիտի մի օր ավարտվի։ Դա բխում է անվտանգային հարցերից եւ հիմա այս փուլում ատոմակայանը կարծես թե 5 ամսով դադարեցրել է գործունեությունը, որպեսզի վերազինվի, որպեսզի հետագա 10 տարիների համար պատրաստ լինի, սա միջազգային նորմալ պրակտիկա է ատոմակայանների պարագայում։ Իսկ ինչ վերաբերում է հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայի համակարգերը միավորելուն, դա առաջին հերթին եւ առաջնահերթ բխում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության շահերից, որովհետեւ ոչ ընդհակառակը մենք հնարավորություններ կունենանք նաեւ մեր էներգետիկ արտադրած էլեկտրական էներգիայի ավելցուկը արտահանել, կարիքի դեպքում ներմուծել էլեկտրական էներգիա հարևան երկրներից, շատ կարևոր է մեր էներգետիկ անվտանգության տեսանկյունից ու ես հուսով եմ, որ մեր հարևանների հետ հնարավոր կլինի հնարավորինս արագ այս հարցը կարգավորել։ Շատ լավ, տեսեք, փոխնախագահ Վենսը վերադառնալով ԱԹՍ-ի թեմային, գիտեք, այդ վաճառքը Հայաստանին այսպես է մեկնաբանում, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խոհացիություն ապավելու լավագույն միջոցը իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցը աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումները Միացյալ Նահանգները ունի դա, մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական եւ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները հայերին մեր լավ ընկեր պարոն Փաշինյանին դա օգտագործել է երկիրը պաշտպանելու եւ մեր կողմից ստեղծվող խաղաղության տևականությունը ապահովելու համար։ Ամեն դեպքում ամերիկյան կողմը նաև ԱԹՍ-ի վաճառքը զսպման տրամաբանության մեջ է դնում եւ ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների օգտագործումը դնում է զսպման տրամաբանության մեջ խաղաղություն ուժի դիրքերից այսպես։ Ես չէի այդպես մեկնաբանի, ընդհանրապես երկրի պաշտպանողականության բարձրացումը եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը իհարկե իր մեջ ներառում է բոլոր երկրների պարագայում զսպման տրամաբանություն, եթե դու հարցակման նպատակ չունես քո հարևանների վրա կամ այլոց վրա, ապա բնականաբար դա նաև ինչ որ առումով քո հարևանների, քո միջավայրի տարածաշրջանի հետ բալանսավորման նպատակով ես անում եւ իհարկե այդտեղ ես չէի ասի, որ շատ հաճախ պարտադրել խաղաղություն եւ այլն այդ տերմինաբանության մեջ չէի մտնի, խաղաղությունը արդեն փաստ է, գոյություն ունի եւ Հայաստանը, բայց ամեն դեպքում այս աշխարհակաղակական միջավայրում եւ աշխարհագրական միջավայրում կարիք ունի վերազինելու իր բանակը եւ իդեպ նոր տեխնոլոգիաների ձեռքբերումը, ռազմական տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերումը դա անընդհատ գործընթաց, անընդհատ թարմացվող գործընթաց է, որովհետեւ այդ տեխնոլոգիաները անընդհատ ավելի լավն ու ժամանակակից նորն են դառնում եւ պետք է անընդհատ հետեւել այդ համաշխարհային տրենդերին ու իսկ հիմա երբ որ մենք հնարավորություն ենք Միացյալ Նահանգների նման գործընկերություն ձևավորել, իհարկե դա շատ կարևոր է մեր արտադրանքի որակի համար։ Տեսեք, վերադառնանք ռուսական ատոմականի թեմային, փոխարտգործնախարար ռուսական Գալուզինը ասում էր, ռուսական Ռոսատոմ պետական կորպորացիան մտադիր է հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել Հայաստանի ատոմականի կառուցման նախագիծը, հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները եւ այնտեղ գովաբանում է ռուսական տեխնոլոգիաները, հնարավոր է մտափոխվեք եւ այսպես կանգ առնեք ռուսական ատոմակայանի։ Ես նորից եմ կրկնում, Հայաստանը իր տարբեր գործընկերների հետ այս հարցը քննարկում է եւ ոչ միայն քննարկում, այլ նաեւ ուսումնասիրում են տեխնոլոգիաները, որոնք
այդ երկրները եւ այդ երկրներում գործող ընկերությունները կարողանում են ստեղծել, նախագծել եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցության, Ռուսաստանի հետ էներգետիկ բնագավառում Հայաստանը ունի լայն համագործակցություն եւ այստեղ որևէ կարծում անհանգստանալու հարց չկա եւ Հայաստանը շարունակում է իր էներգետիկ համագործակցություն Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ ցանկանալով ունենալ ավելի շատ գործընկերներ այս ոլորտում, որը մեր էներգետիկ անկախության մակարդակը զգալիորեն կբարձրացնի։ Պարոն Խանդանյան, պարոն Լավրովը հույս էր հայտնում, որ հայ գործընկերները հասկանում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը բարի մտադրությունների անվան տակ գալիս են ռեգիոն, մասնավորապես Հայաստան, խնդիր ունենալով այստեղ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Արդյոք Հայաստանի իշխանությունը այդ նպատակով է գործակցում ԱՄՆ-ի հետ վնասելու Ռուսաստանին օրինակ։ Տեսեք, մեր գործընկերներին, բոլոր գործընկերներին, ոչ միայն Ռուսաստանին, պետք է հասկանալի եւ պարզ դառնա մեկ իրողություն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործում է իշահ Հայաստանի Հանրապետության։ Այսինքն Հայաստանի Հանրապետության կառավարությունը գնում է իր շահերի հետևից եւ ամեն ինչ անելով, որպեսզի դա որևէ կերպ իր որևէ այլ գործընկերոջ շահերին չվնասի։ Եվ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև գործընկերությունը եւ դրա խորացումը ռազմավարական բնույթ հետ գործընկերության որևէ կերպ չի վնասում Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին կամ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին կամ Վրաստանի հետ հարաբերությունների շփում դիտարկում են իրենց Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ունեն իրենց խնդիրները եւ շատ մեզ համար շատ կարեւոր եւ առանցքային է այդ խնդիրների առանցքի մեջ չմտնել եւ դա մեզ հաջողվում է եւ դրա մասին է նաեւ բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը։ Պետք է ի վերջո հասկանալ, որ Հայաստանի կառավարության համար դա առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության պետական շահերն է։ Լավ, Վենսը ասում էր, թրիփը վերափոխելու է տարածաշրջանը, բացելու է առևտրի տարանցման եւ էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ այս ռեգիոնում եւ այն աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի իր հարևանների միջև թրիփ հիմնադրամը մասնավոր կապիտալ կներդնի երկաթուղիների խողովակաշարերի կառուցման գործում եւ կրկնեմ այնպիսի փոխկապակցվածության կառուցման համար, որը իրականում բարգավաճում կապավի ռեգիոնի համար եւ թույլ կտա կարճած մնալ խաղաղության համաձայնագրից։ Այսինքն ԱՄՆ փոխնախագահը թրիփի կառուցումը եւ խաղաղության համաձայնագրի իրագործումը շահկապում է իրար։ Վատատեսներն ասում են, լավ է տնտեսական գործակցություն, բայց դա, ասես, պատերազմները չի կանխում։ Իսկ պարոն Քոչարյանը ընդհանրապես համարում էր, որ ԱՄՆ-ն ընդհանրապես վկա է այս գործընթացում, լավ կլինի ինչ-որ եւս մեկ համաձայնագիր կնքվի արդեն երաշխավորի ներգրավման տեսքով, որն է ձեր մեկնաբանությունը։ Եվ շատ լավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վկա է, եւ շատ լավ է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը այս խաղաղությանը գալու համար երկկողմ շատ լուրջ եւ ծավալուն աշխատանք են տարել եւ շարունակում են աշխատել։ Իսկ Միացյալ Նահանգները վկայի կարգավիճակով օգնել է օժանդակել Հայաստանի եւ Ադրբեջանին հասնել հանգրվանին, որը կոչվում է խաղաղության հաստատում։ Ես համաձայն եմ Ամերիկայի փոխնախագահի հետ եւ իսկապես մենք տարիներ շարունակ բանակցությունների համատեքստում շատ ենք լսել, որ պետք են երաշխավորներ խաղաղությանը, երաշխավոր պետք են խաղաղապահներ, տարբեր երկրների անունները նշել երաշխավորների։ Քանի որ ամերիկյան, ֆրանսիական զորքեր չեն գալիս, հետեւաբար նրանք հետեւաբար շատ լավ է, որ ամերիկյան եւ ֆրանսիական զորքեր չեն գալիս եւ շատ կարեւոր է, որ որևէ զորքեր չլինեն եւ դա է նաեւ մեր խաղաղության պայմանագրի տառիցը եւ ոգուց է բխում այլ ուժեր չտեղակայելու մասին, միայն սահմանապահ ուժեր տեղակայելու մասին եւ իսկապես տնտեսական փոխկապվածությունը եւ փոխկախվածությունն է լինելու այն գլխավոր երաշխիքը, որը ապահովելու է խաղաղության շարունակականությունը եւ կայունությունը, որովհետեւ ու ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածությունն ու փոխկապվածությունը, այլ ամբողջ այդ գլոբալ առևտրի ազդեցությունն է այստեղ շատ կարեւոր լինելու, որովհետեւ բոլորը Չինաստանից մինչև Պորտուգալիա շահագրգռված են լինելու, որ թրիփը անխափան գործի, որպեսզի իրենց ապրանքներն հնարավորինս արագ եւ արդյունավետ
հասնեն արևելքից արևմուտք։ Շատ լավ։ Չնայած հայկական կողմի պաշտոնական մեկնաբանությունը վարչապետի մակարդակով եւ այլ պաշտոնյաների, որ թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է եւ Ռուսաստանի ներգրավումը հնարավոր չէ, պարոն Գալուզինը ասում էր, թե ռուսական կողմը պատրաստ է նախագծի հարցով խորհրդակցել Երևանի հետ, բացի այդ Ռուսաստանի դիրքորոշումը ռեգիոնի ենթակառուցվածքները մնում է հիմնարար, հարավկովկասյան երկաթուղիները, որը ռուսական ընկերություն է, մինչև 2038 թիվը ունի Հայաստանի ամբողջ երկաթուղային ցանցը կառավարելու կոնցեսիոն պայմանագիր, իսկ գծերը համապատասխանում են ռուսական չափորոշիչներին, ռեգիոնում օգտագործվում է ռուսական երկաթուղային գիծը, մեր սահմանապահները տեղակայված են իրանա-հայկական սահմանին, պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, այս պայմաններում անհնար է, որ գործընկերները չեն կարող, ակնհայտ է, որ գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի, այնպես եք պատասխանում, պարոն Խանդանյան։ Ողջունում եմ պարոն Գալուզինի պատրաստակամությունը հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության գործունեության զարգացման տեսանկյունից եւ ակնկալում ենք, Հայաստանը ակնկալում է, որ հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը այն բոլոր երկաթուղիներում, որը գտնվում է այդ ընկերության բալանսում, ներդրումներ կկատարի, բայց առաջնահերթ այն հատվածներում, որտեղ խիստ անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար արագ եւ շատ տեսանելի ժամկետներում դա անել։ Դա Երասխի հատվածում երկաթուղու վերականգնումն է եւ Գյումրի-Կարս հատվածում երկաթգծի վերականգնումն է։ Ինչ վերաբերում է ամբողջ երկաթուղիներին, հարավկովկասյան երկաթուղիները կառավարում է Հայաստանյան գոյություն ունեցող բոլոր երկաթուղիները, իսկ թրիփը դեռնոր կառուցվելիք երկաթուղային ճանապարհ է։ Գնայք, այստեղ տարընթերցում է ամեն դեպքում ընկալվում։ Դուք ասում եք գոյություն ունեցող, նրանք ասում են ամբողջ երկաթուղային։ Ոչ, թրիփը ես վստահաբար կարող եմ ասել, որ հարավկովկասյան երկաթուղիները գոյություն ունեցող։ Ինչպես կարող է ընկերությունը մի բանի վրա, որը չկա, իսկ թրիփը նոր կառուցվելիք երկաթուղու է լինելու եւ այստեղ Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ներդրումների եւ թրիփ ծրագրի միջոցով իրականացնելու են դա։ Ռուսաստանը իսկապես կարող է շատ կարևոր ներդրում ունենալ մեր երկրում հաղորդակցությունների զարգացման տեսանկյունից, նաեւ վերականգնելով մեր արևելյան շրջանի երկաթուղին, Հրազդանի Ջևան երկաթուղին, որը եւս մեզ ալտերնատիվ երկաթուղային կապի հնարավորություն կստեղծի Ադրբեջանի հետ։ Իսկ ինչու Ռուսաստանն մաս չդարձնել թրիփի, պարոն Քոչարյանն էլ ասում էր, քանի որ սա Հայաստանի դեմ ամենամեծ սպառնալիքն է, Թրամփի ուղին Իրանի սահման գալիս են ամերիկացիներ, այդ սպառնալիքը կարող է կառավարվել, եթե ներգրավենք Չինաստանին կամ Ռուսաստանին։ Տեսեք, միայն Գալուզինը չի ասում, որ Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտություն կա նաև, պարոն Քոչարյան։ Ես նորից եմ կրկնում, Ռուսաստանը ներգրաված լինելու հնարավորություններ եւ դաշտ ունի Հայաստանում տրանսպորտային ցանցերի զարգացման տեսանկյունից, երկաթուղային ցանցի զարգացման տեսանկյունից եւ թրիփը աշխարհաքաղաքական ֆորում չէ, թրիփը բիզնես նախագիծ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցված եւ թրիփում կարող են ներգրավել ընկերություններ, երրորդ կողմերի ընկերություններ, բայց այս ընկերությունների ներգրավումը իհարկե որոշելու են Հայաստանը եւ Միացյալ Նահանգները կոնսենսուսով։ Հասկանալի է, տեսեք, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը ինչ է ակնկալում Ամերիկայի հետ իր այս գործընկերությամբ, մենք գիտենք, որ նաև փետրվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծրագրում են լինել Վաշինգտոնում Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու, այսինքն ոչ միայն երկկողմ ձևաչափով կա հայ-ամերիկյան, ամերիկա-ադրբեջանական այս գործակցությունը, մենք իհարկե նաև Բաքվում Վենսի հանդիպումների մանրամասնային կհետևենք, այլև խաղաղության խորհրդի գագաթնաժողովին։ Ինչ է ընդհանրապես փնտրում Հայաստանի Հանրապետությունը ամերիկյան այս ձևաչափերում, պարոն Խանդանյան։ Հայաստանի Հանրապետությունը որպես խաղաղության, միջազգային խաղաղության եւ անվտանգության նվիրված պետություն բոլոր նման ջանքերը կարևորում է եւ շատ կարևոր է, որ այս ֆորմատում Հայաստանը հիմնադիր անդամ է։ Մենք շահագրգռված ենք ոչ միայն մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդմամբ, այլ նաեւ այլ տարածաշրջաններում խաղաղության հաստատմամբ, որովհետեւ դրանք ի վերջո փոխկապակցված են, որովհետեւ մի տարածաշրջանում խնդիրները կարող են որոշակի խնդիրներ ստեղծել մեր տարածաշրջանում, լինի դա ռուս-ուկրաինական
հակամարտությունը լինի դա մերձավոր արևելյան հակամարտությունների վերջո սրանք Գազայի հատվածում, ի վերջո սրանք տարածաշրջաններ, որոնք այնքան էլ հեռու չեն հարավային Կովկասից, եւ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի խաղաղություն հաստատվի, եւ դրա պատճառով էլ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է նախաձեռնությանը, իսկ Միացյալ Նահանգների հետ մեր նպատակը շատ հստակ է, դրանք ամրագրված են մեր ռազմավարական գործընկերության հռչակագրում եւ բոլոր ուղղություններով Հայաստանը պատրաստվում է շարունակել խորացնել իր հարաբերությունները, ինչպես փորձը ցույց է տալիս, դա հաջողվում է։ Պարոն Խանյանյան, իսկ ինչպես այն մտքին եկաք, որ անհրաժեշտ է իրականացնել պոտենցիալի օգտագործում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի տարբեր գործընկերների հետ համագործակցության պոտենցիալի, լինի դա ռազմական գնումներ, լինի բարձր տեխնոլոգիաներում, ընդհանրապես համագործակցություն կամ կոմունիկացիոն նախագծերում ընդգրկվել, չէ՞ որ մեր պետությունը այդ պոտենցիալը միշտ է ունեցել, այսինքն ունենալ ԱՄՆ-ի հետ, նույն ԱՄՆ-ի հետ, օրինակ տեխնոլոգիական գործընկերության, ներդրումային փաթեթներ եւ այլն, բայց դրանք եկեք խոստովանենք տասնամյակներ շարունակ համեստ թվերի շրջանակում են եղել էներգետիկ մի ներդրում, ես գիտեմ, ամերիկյան որոտանի հատվածում, այսինքն խոշոր այսպիսի թվերի մասին մենք չենք լսում։ Ինչու հանկարծ Հայաստանի կառավարությունը այսպես գործը հասցրեց այսպիսի խոշոր թվերի։ Որտեղ Հայաստանի կառավարության համար առաջնահերթ Հայաստանի Հանրապետության պետական շահը եւ Հայաստանի անկախության ամրապնդումը։ Եվ Հայաստան մեր տարածաշրջանում, մեր հարավային Կովկասում Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը ամրապնդելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը ունենա լավ հարաբերություններ, գործընկերային ռազմավարական հարաբերություններ տարբեր կողմերի հետ, եւ այդ պոտենցիալը իսկապես Հայաստանը ունի, բայց այդ պոտենցիալը մսխվել է, թալանվել է եւ վաճառվել է տրվել է պարտքի դիմաց կամ ուղղակի նվիրաբերվել է։ Եվ նաեւ իհարկե այստեղ շատ առանցքային նշանակություն ունի հակամարտության կարգավորումը, այսինքն խաղաղության հաստատումը, որովհետեւ տասնամյակների հակամարտությունը հնարավորություն չի տվել Հայաստանին, լինելով անվտանգային տեսանկյունից ոչ բարենպաստ պայմաններում միջազգային ներդրումներ ներգրավել Հայաստան։ Այսինքն կոնֆլիկտը խանգարել է ավելի վստահելի միջավայրին ներդրումային։ Իհարկե, դա այսինքն այդտեղ բան չի, դա մաթեմատիկայի պես պարզ է։ Շատ լավ, իսկ ամերիկյան ներգրավումը այս չափի, այս որակի, անկեղծ եթե լինենք 1 տարի առաջ այս օրերին, երբ որ ադմինիստրացիան նոր էր մտնում աշխատանքի մեջ, այս թվում այս տաղավարում շատ հնչում են զգուշավոր կամ թերահավատ գնահատականներ, որ Թրամփի վարչակազմը կարող է հետաքրքրված չլինել Հայաստանով, մենք հեռու ենք, չգիտեմ, այստեղ ԱՄՆ-ի ներկայացուցիչը Թուրքիան է, եթե գան ռեգիոն, ապա միայն Թուրքիային կպատվիրակեն, մինչդեռ Հայաստանում է ԱՄՆ փոխնախագահ Թրամփից հետո երկրորդ պաշտոնյան, ոնց եք դուք գնահատում ամերիկյան հետաքրքրվածությունը, պարոն Խանյանյան, մեր տարածաշրջանի նկատմամբ, արդյոք դա միայն կոմունիկացիոն նախագծերի շուրջ է, թե նաև խաղաղության համաձայնագրի ինչպես ուրեմն հանգամանքները եւ իրադարձությունները ցույց են տալիս, Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի հետ շահագրգռված է խորացնելու իր հարաբերությունները եւ երեք շատ կարեւոր մի արձանագրում արեց փոխնախագահ Վենսը, ասաց, որ Հայաստանը դիտարկում են որպես տնտեսական զարգացման կարևորագույն հենակետ այս տարածաշրջանում։ Ինչը նշանակում է, որ ոչ միայն TRIP նախագծով է Միացյալ Նահանգները հետաքրքրված եւ այն մյուս նախագծերով, որոնք երեք հայտարարվեցին, այլ ընդհանրապես տնտեսական գործակցության այլ ոլորտներով եւս, լինի դա հանքանյութեր, անվտանգություն, ներկրումներ, արտահանումներ եւ այլն։ Ես այստեղ իսկապես ես զարմանում եմ, որ ամոթի զգացում չունեն այն մարդիկ, որոնք նախ ասում էին, որ դեմոկրատական վարչակարգի հետ խաղաղության ռազմավարական գործընկերություն հաստատելը ձախողում է, որովհետև հիմա նոր հանրապետական վարչակազմը կգա եւ ուշադրություն չի դարձնի դրան, հետո ասում էին, որ ծաղրում էին վարչապետի եւ Վենսի հանդիպումը ասելով, որ այդ ինչ մի պաշտոնյայի է հանդիպել Վաշինգտոնում, հետո օգոստոս 7-ի խաղաղության հռչակագիրն էին ծաղրում։ Այո, հիմա էլի սկսել են, հիմա էլ բան են, մի բառ են գտել, այդ թարգմանիչը նվեր էր հայաստանյան ընդդիմությանը, գիտեք, թարգմանչի բանը վրիպակը, այսօր ոչինչ չեն ունենալ խոսալու։
եթե չլիներ թարգմանչի անմեղ վրիպակը։ Իմ տեղեկություններով նա հայկական կողմից չի ներգրավել այդ թարգմանիչը, ամերիկյան կողմն է ներգրավել այդ թարգմանչին, բայց այստեղ թարգմանչի վրա պետք չէ բարթել այդ դա բոլորի հետ կարող է պատահել, բայց իսկապես անհույս վիճակում է Հայաստանի ընդդիմությունը, որովհետև Հայաստանի ընդդիմության հույսը այս լավ նորությունների ֆոնին մնացել է թարգմանչի վրիպակը, բայց այդ լավ նորությունները շարունակվելու են եւ Հայաստանը շարունակելու է ավելի կայուն, ավելի զարգացած եւ ավելի խաղաղ դառնալ։ Իսկ անասնակեր ծորենից բացի այլ ծորեն Հայաստանը ստանալու է։ Հայաստանը ստանում է տարբեր տեսակի տարբեր ցուցարը։ Հայաստանին նաև անասնակեր ծորեն է պետք, որտեղ Հայաստանում անասուններ կան, որոնք պետք է ուտեն ծորեն, որպեսզի կաթ եւ միս տան։ Շնորհակալ եմ։ Հարգենք կենդանիների սնվելու իրավունքը։ Factor TV-ում հյուրընկալել էինք Սարգիս Խանդանյանին։